Անհոր եւ որդո եւ հոգույն սրբո ամեն։ Լսեցեք համեցան։ Ուրեմն սիրելիներ, այսօր մեր եկեղեցին կգոչե այս իրագին դնդեսի իրագին։ Ինչպես գիտեք, անցյալ անգամ ես ցույցի, որ մեծ պահքի ամեն մեկ իրագին ունի անուն։ Հիմա ով գիտի անցյալ իրագին ինչ է։ Արարակի հոբիկ դավանաշակերտները ուրեմն այսօր դնդեսի իրագին։ Հիմա դնդեսի պատմությունը ինչ է։ Գսե մեզի Քրիստոս, գսե մեծ հարուստ մարդ մգար, որ իր հարուստության համար դնդես ուներ։ Դնդես այսինքն դնորեն, մենեջեր, որ գոչվի, և այս դնդեսի մասին լուրեր կան այդ մեծահարուստ մարդուն, գսե որ այս դնդեսը որոնից գսե գմսխեք ու հարստությունը, այսինքն անարտար ձևով կծախսե, կտապե, ուր որ պետք չէ, ինչ որ պետք չէ գնե, և գսե ամիջավես մեծահարուստ մարդը գանչեց այդ իր դնդեսին և սավ իրեն փոստ ունայն։ Քու մասիդ ես ինչ կլսեմ։ Քանի որ քու մասիդ այսպես կխոսին, ուրեմն քու դնդեսությանը հաշիվը ինձի դուր և այլևս տուն իմ մոտս չես կրնար դնդես տնալ, չես կրնար իմ մոտ աշխատում։ Եվ ասիկա կբադայի փորոյս, եթե մենք ինչ-որ մեկ հաստատություն ունենք և ունենք աշխատողներ, կամ ունենք ինչ-որ դնորեն, եթե լավ չաշխատիր ինչ կնենք, կկանչենք այդ դնորենին և կսենք գիտես ինչ-որ մերքով չես կրնար աշխատիր, կեզի գործեն դազատին։ Այս մեծահարուստ մարդն և նույն բանը։ Եվ հիմա այս մեծահարուստ, այս դնդեսը, այս դնորենը, այս մենեջերը սկսավ մտածել հիմա ես ինչ եմ։ Իմ դերս ինձի գործեն պիտի հանեմ։ Հիմա ես մեծ մարդ եմ։ Չեմ կրնար մուրալ Պողոսներ երթան մուրալ մարդոսներ։ Եվ որովհետև իմ տարիքս մեծ է, այլևս չեմ կրնար նաև հողագործությունն եմ, երթան հողի մեջ աշխատին, ինչ եմ, ես ինչպես ապրիմ։ Եվ այս դնդեսը իր խելքը լավ կաղապար ունկա, գսե ես գիտեմ ինչ պիտին, ինչ հրա, գանցեց այդ մարդոց, որոնք բարտական էին, բարտկեր ունին, գանչեց իրենց մեկ-մեկ, հեսավ երկուր, դու ինչ կան բարդ ունիս իմ բիրոջս, անյա լսավ 100 մարդցեց, ասենք 100 դիտեղցեց, հեսավ երկուր դուխտը սրպենք և այդ 100-ի փոխարեն գրենք 50։ Մույսին կանչեց, հեսավ դու ինչ կան բարդ ունիս իմ բիրոջս, անա լսավ 100 բարձորեն, կամ 50 բարձորեն, հեսավ գիտես ինչ, երկուր գուբար կտանչնչեն և այդ 100-ի փոխարեն գրենք 50։ Հիմա այս լուրը որու կհասնի, այս լուրը կհասնի այդ մեծահարուստին, որ այդ հարստության դերն էր։ Եվ այդ մեծահարուստը կգարձեք ինչ պետք է լիներ, պետք է կանչեր և հայդարակեր այդ մարդու, ասեք դու ինչ է, բայց ընդհանրակ։ Այդ դերը մեծահարուստը գնահատեց այդ ծառայի դրածին և սա որ աշխարհի իմաստունները ավելի խորակել են քան Աստուծո իմաստությունները կամ իմաստունները։ Հիմա այս արագը մեզ ինչ կպատնե, մենք տեսանք, որ այս մեծահարուստը ինչու այսպես կա, ասավ որ քոնե ես այս բարտականներում, բարտկերում եսը չնչեմ, որպես երբ որ իմ դերս ինձի կործեն հանել, ես գարենամ այս մարդոց կով երտամ և այս մարդիկ ինձի ընդունեցին, որովհետև բնական է 100 բարդ ուներ, իջեցուց եսը մնաց, ինչ պիտին այդ բարտականը, երբ որ այս դնորեն մենեջերը իրենց տունը երտա, իրեն լավ պիտին տունին, պիտիսեն, որ ասկա լավ մարդ է, մեր բարդքերը չնչեց։ Հիմա այս արագը մեզի ինչ կսորվեցնես իրեն։ Առաջին հերթին մեզի կսորվեցնե, որ մենք պետք է իմաստուն կլանք։ Նաև մեզի կսորվեցնե, որ մեզնե յուրաքանչյուրը դնդես է։
մեզ մեր յուրաքանչյուրը դնորեն է, մեզ մեր յուրաքանչյուրը մենեջեր է, պատասխանատու է, ամեն մեկը իր սահմանով և իր մագարտակով և իր պաշտոնով, օրինակի համար դունիմը բաբան դնդես է, դունի բաբան կոչված է ինչու, որ իր զավակները լավ պահե, իր զավակները տասկերակի սորվեցնի և այլը, դունի մաման ինչի կոչված է, դունի մաման կոչված է լավ տասկերակելու իր զավակները, կոչված է լավ համով ճաշեր ունելու, այսպես է, չէ միայն ճաշերու համար չէ, բոլորն լավն է, բայց ամենակարևորը ընտանիքի տասկերակությունը, որով հանձնված է մամային և բաբային, ուրեմն մաման և բաբան դնորեն է, և այսպես շարունակ դպրոցի դնորենը նույնպես պատասխանատու է, տնտես է, դպրոցի դնորենը պետք է ամեն ինչն է, որ իր դպրոցը օրենքի մեջ լա, իր երեխաները, իր աշակերտները լավ սորվին, լավ կրթված լան, և այսպես շարունակ բոլոր պաշտոնները, որ կան աշխարհի մեջ, այդ պաշտոնի կոչվածները բոլորը տնտես են, որպեսի ընեն այն, ինչ որ ճիշտ է, որպեսի ընեն այն, ինչ որ Աստված իրենց գսե, որ այսպես է։ Հիմա անցնենք մեկ այլ կարևոր թեմայի, որ ես կարծեմ, որ ձեզ մեր շատերը դուզեք ինձ մերս է։ Ամենակարևոր տնտեսները այս աշխարհի մեջ, եթե մենք գտանք ավետարանը, այս ամենակարևոր տնտեսները ովքեր են Քրիստոսի աշակերտներն են, որովհետև Քրիստոսի աշակերտները դրվեցան որպես տնտես, որպեսզի ամբողջ աշխարհին տարածեն ավետարանը և ճիշտ ձևով ավետարանը տարածեն։ Եվ այս աշակերտները, անշուշտ է առաքյալները, գացին դարձան ամբողջ աշխարհը, բերին ուրիշ աշակերտներ, իրենց ցեղացրեցին, մեկումը Սարգսակին, Մույսևը քահանային, Մույսևը եպիսկոպոսին, ինչու, որպեսզի այս մարդիկը երթան և Քրիստոսի ավետարանը քարոզեն ամբողջ աշխարհին։ Հիմա, ինչքան որ այս աշխարհի մեջ եղած պաշտոնները կարևոր են, որպեսզի մարդիկ դաստիարակեն, բայց ամենակարևոր բարդականությունը գինա հոգևորականներու ուսերու։ Ինչու, որովհետև հոգևորականը պատասխանատու չէ միայն երկու խոսք մերսե երկերտա, ոչ, հոգևորականը պատասխանատու է իր հավատացյալներու հոգիի բրգության համար, ոչ թե միայն մարմնավոր առողջությունն է կարևորը, այլ մանավանդ հոգիի առողջությունը կարևոր է, որովհետև եթե հոգին հիվանդ է, մարդը չի կրնար իր հոգին բրգի, եթե մարդը իր հոգին գործընծնե, այդ հոգին չի կրնար բրգի, և անհամար Քրիստոս ինչ գսե, գսե մի մտածեք ձեր մարմիններու մասին, ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք, այս բոլոր բաները միայն հետանոցները կմտածեն, այլ անհավատները կմտածեն, հավա մենք ինչ պետք է մտածենք, մենք պետք է մտածենք մեր հոգիի բրգության համար, որովհետև մենք գիտենք, որ հոգին ամմահ է և այս հոգին մեկ ճամբար ունի, ուրիշ ճամբար չունի, այս ճամբար դեպի բրգություն է, դեպի երկնքի արքայություն է, դեպի դրախտ է։ Եթե այդ հոգին չբրգվի, մարդը չի բրգվի և դժոխքի տարածքանի ենթակա։ Հիմա ով պիտի բրգե այս հոգիները, ով դրականաբար հոգևորականներս, քահանաներս, առաջնորդները, կաթողիկոսները ասոնք են, որ պատասխանատուն մեր հոգիները բրգելու և անոնք ամենամեծ պատասխանատու են, որպես տնտես, իրենք տնտես տրված են, օրը պիտի կա սիրելիներ և մեզ մեր յուրաքանչյուրեն հաշիվ պիտի պահանջվի, մեզ պիտի իսվի, որ եկուր դու հաշիվը դուր, դու ինչ էր, և Երանի անոր, որ դրնա ջերմակ երեսով աստուարջեր գանգնի, և սեդեր, ես ինձի դուն ընտանիք մդվիր, բիկանի երեխաներ դվիր, ես անոնք լավ պահեցի, լավ տասկերակեցի, գամույսը կասե,
բայց եթե մենք մեր բարդականությունը լավ չնենք, մանավանդ մենք հոգևորականներս մեզի շատ խիստ ավետարանական բաժիններ կան, գսե ով հովիվ, գսե եթե դու տեսնես, որ ահավասի քայլը դու կա եւ դու քարտուներդ մեկ մի հապշտակե եւ դու անոր չսկուշացնես, իրեն չսես եւ այդ դու հովիվ անդամը եթե մեռնի կամ գործի գսե ես անոր արյունը քեզ մի բանջեմ, այսինքն ես որպես պատասխանատու ձեզի սիրելիներ, որպես հովիվ, եթե ես ձեզ չզգուշացնեմ, եթե ես ձեզի չսորվեցնեմ, եթե ես ձեզի չպահպանեմ, այն ժամանակ ոչ թե միայն դուք հաշիվ պիտի տաք Աստծո, այլ մանավանդ ես հաշիվ պիտի տամ ձեր փոխարեն, որովհետև ես կոչված էի ձեզի քարոզելու, ես կոչված էի ձեզի ավետարան սորվեցնելու, բայց անիկա չլի, հիմա ձեր ձեռքի ինչ է, եթե մեկը ձեզի չխոսի, եւ դուք ձեր հոգիները չբացվի, անոր պատասխանատուն այլևս միայն դուք չեք, այլև մենք ենք, որպես եկեղեցու առաջնորդներ եւ որպես եկեղեցու հովիվներ։ Հիմա անցնեմ ձեզի մեր բուն թեմային։ Ես եթե գիշեր առաջին օրեն, որ եկա այստեղ, ես ձեզի ամեն անգամ կփորձեի բան մերսել, կփորձեի բզդիկ խոսք մերսել եւ բացատրեմ թե ինչ տեղի կունենա այսօր Վարնայի մեջ, ինչ տեղի կունենա Բուլղարիայի մեջ եւ մենք որտեղ ենք, ուր են եկան խնդիրները։ Ինչու համար մենք 6 տարի այստեղ քահանա չունեցանք, ինչն է խնդիրը։ Ես փորձեցի կամաց ձեզի բացատրեմ, որովհետեւ հասկանաք, որովհետեւ այս լուրը, այս ինչպես կսեն, այս ապտակը, որ իջնե մեր վրա, այդ ապտակը շատ զորավոր չլա, եւ ես կգարտեմ, որ քիչ մը հաջողեցած ձեզի բացատրեմ, բայց այսօր շատ ավելի հստակ, գարկ եւ կոնկրետ ուսեմ ձեզից։ Դուք գիտեք, ինչու համար դուք 6 տարի քահանա չունեցաք, հովիվ չունեցաք, գիտեք։ Ամենակարևոր պատճառը դրամն էր, մամոնան էր։ Այսօր ով չգիտեր, որ Բուլղարիան ամենահարուստ համայնքն է, ամբողջ հայ եկեղեցով, ով չգիտեր։ Մենք փառք Աստծո, եթե այստեղ խոսենք Վարնայի մասին միայն Վարնայի կանվածներու, շենքերու, եկամուտներու եւ այլն, մենք միլիոններու մասին կխոսենք։ Եթե խոսենք Բուրգացի մասին, եթե խոսենք Շումենի մասին եւ այսպես կացեք մինչեւ Սոֆիա ու կուզենք կացեք, այնտեղ փառք Աստծո եւ բադի մեր ժողովրդին, մեր Բուլղարիահայ ժողովրդին, որ իրենց բերանի հացեն գդրեցին եւ գառուցեցին մեզի այս եկեղեցիները, այս շինարարությունները եւ այլն։ Փառք եւ բադի մեր Դավիթ եւ Պավիլներուն, որոնք իրենց յակի ավարտին եկան եւ իրենց գալվածները դրին եկեղեցին։ Մեկ բզդիկ ապարտմենտ մը դվավ, մեկ բզդիկ խանութ մը դվավ, մեկ շենք մը դվավ եւ այսպեսով 400 տարվա ընթացքին մեր ժողովուրդը դվավ իր եկեղեցին ամեն ինչ։ Մեր ժողովուրդը դվավ իր եկեղեցին իր քրդինքը։ Մեր ժողովուրդը դվավ իր եկեղեցին իր օրվա հացը։ Դուք մինայք մենք հիմա շատ լավ վիճակ կավրին։ Դուք մինայք որ դուք հիմա մենք ամեն ինչ ունենք, բայց ասկի հարյուրավոր տարիներ առաջ մեր ժողովուրդը երբ որ հացի գարոտ ուներ, այդ հացը գգդրեր իր բերանեն եւ բոլու գուդար եկեղեցին, ինչու, որպեսի եկեղեցին ահուր մնա, որպեսի եկեղեցին գամբու մնա, որովհետեւ եթե եկեղեցին ահուր չէ, ուրեմն մեր հավատքը ահուր չէ։ Եթե մեր հավատքը ահուր չէ, ուրեմն մեր հոգին դգար է, եւ եթե մեր հոգին դգար է, մենք ամեն ինչ կգործնենք եւ այլևս կդառնանք զերոյական։ Ահավասիկ սիրելիներ, այսպես 10 տարի առաջ հարցերը սկսան։
Եվ որ մենք Բուլգարիայի մասին չեր գիտեր, մենք ցան չեր համ։ Բայց երբ որ հյուր ունեցանք այստեղ, առանց անունանու մեծ հյուր ունեցանք, այդ հյուր եկավ այստեղ, նայեցավ, շենք ունիք, դուք եկեցի ունիք, դուք դրամ ունիք, Բուլգարիան հարուստ է, իրենց աչքերը բացվեցան և ասին, որ այս բոլորը գիտիլակ մեզի, սիրելիս մենք քեզի ինչու դա, և գսեն կարելի հայ չմնաց այստեղ, լավ դու ինչու անպայման կգարձես, որ հայ այստեղ պիտի չմնա, քանի որ այսօր հայերը 400 տարվան կացին կան, գաբրին, գգործեն, իրենց եկեղեցին կպահեն, իրենց համայնքը կպահեն, դու ինչու կգարձես, որ այստեղ հայ պիտի չմնա, ոչ ըսա, համայնքը ըսավ ոչ, թևական խորհուրդը ըսավ ոչ, ժողովուրդը ըսավ ոչ, մենք ձեզի բամը չենք տար, սա մերն է, սա մեր ժողովուրդին է, սա մեր երեխաներուն է, սա մեր տորնիկներուն է, որովհետև մեր հայրերը, մայրերը ամեն ինչ ըրին, որովհետև մենք այս բոլորը ունենանք, և մենք ամեն ինչ պիտինենք, որովհետև բալը մեզ մեր երեխաները և մեր տորները մեզի օրհնեն և ոչ թե մեզի անիծեն։ Եվ այս բոլորը ետքը թեմական խորհուրդը, ծխական խորհուրդները հասան քոց դրանը արջև։ Եվ իրենց հստակ ըսվեցան, այդքան ժամանակ, որ դուք այս գալվածները գարնատրությամբ չընդունիք և այս բոլորը չհանցնեք էլչմիածնին, մենք ձեզի այլևս քահանա պիտի չղրկենք։ Անոր համար մենք 6 տարի այստեղ քահանա չունեցանք։ Հիմա գիտակ ինչու, գիտակ, եթե չեք գիտեր նորենս է, ես գիտեմ, որ բոլոր գիտեք, ես գիտեմ, որ դուք բոլորը խելացի եք, դուք բոլորը կհասկնաք, բայց դուք միայն մեկ բան չեք գիտեր, մեկ բան, դուք չեք գիտեր, որ ձեր մեջքին ով կանգնած է, դուք չեք գիտեր, թե ձեր փոխարեն ով կդրվի, դուք չեք գիտեր, որ ձեր տունի մեջ դուք հանգիստ նստած, ձեր տակուկ անգողիներու մեջ բարգած, ձեր ետևեն մարդիկ կան, որոնք ձեր անունով կպատերազմին, ձեր անունով իրենց անունը կվարգապետվի, ձեր անունով, ձեր պատճառով և այս եկեղեցու պատճառով կհայհոյվի իրենց անունը գիշեր ու ցերեկ, որովհետև այս բոլորը չդվին և ասին մենք չենք տար, այս եղածը այս ժողովրդին կպատկանի։ Եվ ես ուզեմ նշել մի քանի անհատներ, ես չեմ ուզել անուններ ասել, ես չեմ ուզել, բայց երբեմն ստիպված կլանք ասել, որովհետև այս մարդիկը ոչ թե միայն իրենց տրամը դրին այս եկեղեցին կառուցելու, ոչ թե միայն իրենց բերանեն գդրեցին և դվին, այլև ամենակարևոր մարդու գիտեք ինչ է, իր անունն է, երբ որ մարդու անունը վարկապետվի, այդ ամենամեծ կորուստն է մարդու համար, բայց այս մարդիկը անով հանդերձ ամեն ինչ ըրին, որպեսզի այս եկեղեցին բաց մնա։ Նույնիսկ երբ որ մենք քահանա չունեինք, այս եկեղեցու դուռը բաց է, բադարակ չունեինք, այս եկեղեցու դուռը բաց է, և մեր ժողովուրդը պահեց, եկավ, երբ որ նույնիսկ բադարակ չկար, դուք ուքայիք, որովհետև գիտեք սա ձեր դուռն է, սա ոչ մեկուն չի պատկանի, և այս մարդիկ պայպայեցին, շոյեցին, փորձեցին մինչև վերջ պահել, մինչև որ դեր մի եկավ, որ այլևս տեսան որ չէ, այլևս լալի չէ, այս եկեղեցին պետք է ունենա քահանա, այս եկեղեցի մեջ պետք է լա բադարակ, երբ որ այլևս ուսահավ էին և ստիպված պիտի լային երկարվելու, ասելու որ լավ, ինչ կուզեք, սեզի այսպես են,
միայն մեզի կահանա, որ գեցեք ասված իրենց ասավ գեցեք, մի աջվար։ Ես ձեզի համար պատրաստած եմ մեկը, որ անում է դեր արմեն Բելջիկայի։ Գապրեցեք հետը և ձեր բոլոր հագցերը լուծված են։ Եվ այսպես է, և մենք եկան, և մենք սկսանք, և այս դունը անգամ ևս կանգնեցավ։ Այս աղոթքները անգամ ևս փարսացան այստեղ, և Փառք Աստծո, ամեն օր ես ձեզի ավելի սիրեցի, և դուք ինձի ավելի սիրեցիք։ Եվ մենք սաղի շարունակենք, այսօր դուք տեսակ ինչ լուրեր կան, ինչ բաներ կան, դեր արմերը կարգալուծեր են, դեր արմերը չգիտեր, վրաս պամուտողվեր է, պամուտողվեցավ, չէ պամուտողվեր, միայն մեկ արնոց մալեցեր, այլ արնոց չունեի առաջ, հիմա արնոց կտրեմ, բայց ուրիշ պամը չտողվեցավ, ձեր մեջ պամուտողվեցավ, ոչ մեկ պամուտողվեցավ, որովհետև այսօր ձեր ներկայությունը այստեղ հավատացեք, որ ես 3 տարեկանությանս եթե իրանի որ մենք բادرակ ենք և տեսնեմ մարդ չկա եկեղեցի, մեկ մարդ չկա եկեղեցի, ես ջամբրուս կարնեմ և դուրս եկա։ Բայց այսօր այստեղ որ դուք բոլորը ներկա եք, դուք փաստեցիք, որ դուք աս եկեղեցի դերն եք, աս եկեղեցին ձերն եք և այնքան ժամանակ, որ դուք գիտեք, որ այս եկեղեցին ձերն է, մեկը չի գնար ձեր ձերքեն արմեցեր եկեղեցի։ Ոչ դեր արմերը, ոչ առաջնորդը, ոչ կաթողիկոսը, ոչ մեկը ձեզնի մեծ չէ։ Բոլորը ձեր ծառաներն են։ Դուք ամենին մեծն եք։ Տեսեք աշխարհի նույնիսկ քաղաքականության մեջ ժողովուրդները, երբ որ ոտքի ելեն, այլևս ոչ նախագահ, ոչ վարչապետ, բոլորը հրաժարվեն, բոլորը նույն ձևով եկեղեցին զորավոր է իր ժողովուրդով, երբ որ ժողովուրդը իր խոսքը տեսե, մեկը չի գնար այդ խոսքին դեմ։ Անորամար սիրելիներ, ես այսօր անգամ ևս ուզեցի ձեզի ամեն ինչ հստակ ասեմ առանց պարախալի, որովհետև այլևս լրելու ժամանակը հասավ, ինչ որ ունեն, ասենք բնաշ չունի, ինչ որ անօրենություն ունեն, ասենք բնաշ չունի, և այդ պատճառով մենք կգործեցնենք ամեն ինչ։ Հիմա ժամանակը հասած է, որ ժողովուրդը իր խոսքը ասե, որ ժողովուրդը ասե, որ այս եկեղեցին մերն է, այս համայնքը մերն է, այս ամեն ինչ մերն է և մենք մեկում չենք կա։ Երբ որ այստեղ ովև է մեկ հայնը չմնա, այն ժամանակ եկեք ինչ կուզեք, բայց այնքան ժամանակ, որ այստեղ հայ կա, մենք մեր ունեցածը մեկումը չենք կա։ Ես եթե գիշեք նոյեմբերի մեկին և որ առաջին պարարակերի ես ձեզի խոստացա, որ մինչև վերջ ես ձեզի հետ, ինչ ալնա։ Այսօր անգամ ևս կգրկեն իմ նույն այդ խոստում։ Մենք միասին ենք, ես ձեզի հետ եմ, ինչ ալնա, դուք մի այն կգրեն, ասկիրակի միլիկանք ձեզի եկեղեցի են դուրս պիրհանեն, ուր եք, չեք գնար պամն, որ սա ժողովուրդի դուն է։ Այնպես որ մենք անգամ ևս մեր խոստումը կհաստատենք։ Ես իմ խոստումը կհաստատեմ, որ ձեզի հետ եմ մինչև իմ կյանքի վերջին օրը։ Ես կխոստանամ։ Դուք կխոստանաք, որ մինչև ձեր կյանքի վերջին օրը, ոչ թե իմ կողքից, ձեր եկեղեցին կողքին կխոստանաք։ Չեմ ուզե, կխոստանաք։ Ասիկա ցայնակրած են, որպես իրեն լսեն, լայվ տող լսեն, որ եկեղեցին ժողովուրդն է, որու է եկեղեցին, ժողովուրդն